իրենք ներկայացան որպես Օհանավան գյուղի բնակիչներ, բայց հետո ձեր իսկ կողմից պարզաբանումների միջոցով արդեն տեղեկացանք, որ իրանք ընդամենը մի քանի հոգիներ էին օհանավանցիներ, այլ մնացածը քաղաքացիական զգեստով ոստիկաններ էին եւ այլ մարդիկ, ովքեր մասնակցում էին այդ ընդհանուր, այսպես կոչված սադրանքին։ Բայց չէ՞ որ եկեղեցին եւ Հովանավանքը միայն օհանավանցիների մեջ են։ Գիտեմ։ Ես ինքս տարուց ավել արդեն ծառայում եմ Սուրբ Հովանավանքի վանական համալիրում եւ կարող եմ հստակ ասել, որ այո, այնտեղ ավելի շատ գալիս են մեր Հայաստանի եւ Հայաստանից դուրս եղող շատ հավատացյալներ, խորհրդակատարությունների, տեսակ ուխտագնացությունների Հովանավանքը միշտ լիքն է եղել հավատացյալներով եւ մենք լիահույս ենք, որ այս ամեն բանը հաղթահարվելու է եւ Հովանավանքը, ինչպես Մայրաթորն էլ այսօր հայտարարություն արդեն տեղադրել է, կրկին սրբագործման կարգ կատարելուց հետո մենք լիակատար կերպով իմ հոգևոր եղբոր Տեր Մանուկի հետ միասին կանցնենք ամբողջական հոգևոր սպասավորությանը մեր ուժերի ներածին չափով մեր սպասավորությունը բերելու հայ հավատացյալ ժողովրդին։ Տեր հայր, երբ սպասենք այդ օրվան, որովհետև կարծես թե շատ է ձգձգվում այս իրավիճակը։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Իրակի նորից փաստորեն պատարակ է լինելու այդտեղ եւ փաստորեն եկեղեցին, չգիտեմ այդ հարցին պատասխաներեք թե ոչ, եկեղեցին փաստորեն կողպեքը փոխել է, բանալին իր մոտ է, առաջիկայում նորից Կիրակի է, նորից ասում են, որ պատարակ է լինել, նորից ինքն է մատուցելու, այսինքն ծառայությունը այո մասնակցելու են իշխան։ Գիտեք, այստեղ էականը արդեն էական չի, իրենք փոխել են, չեն փոխել։ Էականը ավելի լուրջ հարց է։ Երբ որ եկեղեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, թեմական խորհուրդը իրեն ներկայացրել են Մայրաթորի որոշումը, թեմի որոշումը, որ ինքը այլևս որպես հոգևորական սպասավորելու այդտեղ չի կարող որ ծառայություն բերել եւ պիտի դուրս գա եւ պիտի բանալիները հանձնի, ինքը այդ ամենին ընդդեմ հայտարարեց, որ ինքը չի ընդունում վճիռը եւ չի պատրաստվում դուրս գալու։ Այսինքն էական չի այդ բանալին փոխվելա թե չի փոխվել։ Էականը այն որոշումն է, թե եկեղեցական կանոնական առումով, թե եկեղեցու իրավական առումով, որ իրենք չեն ուզում ազատել Հովանավանքը եւ թույլ տալ, որպեսզի այնտեղ նորմալ հոգևոր արարողություններ լինեն, այլ իրենց կողմից կատարվում է որպես ներկայացում։ Այս առաջիկա Կիրակին չգիտեմ ինչպես կլինի, մենք դեռ այսպես թեմի վարչական խորհրդի հետ եւ մեր քահանահայրերով դեռ դրա մասին այսպես վերջնական չենք խոսել, որոշում չի կայացվել, չեմ կարող ձեզ դրա համար որևէ պատասխան տալ, իրենք հայտարարել են, որ անելու են եւ նույն կազմով, չգիտեմ ինչպես, բայց իրենք ցույց տվեցին արդեն իսկ Կիրակի օրը, որ այն ինչ իրենք պլանավորել էին, իրենք ինչ իսկ հայտարարում էին, փուչ էր եւ իրենք արդեն իսկ պարտվել են։ Երեք չեմ հիշում ում հարցազրույցն էի լսում, այսպեսի մի հետաքրքիր օրինակ բերեց, ասաց կարևոր է սարը բարձրանալ հենց առաջին փորձից։ Երբ որ դու առաջին փորձից չես կարողանում այդ սարը բարձրանալ, դրանից հետո կուզես վազելով բարձրացի, մեկ արդեն պարտված ես։ Տեր հայր, փաստորեն ձեր ծառայությունը խաթարված է եւ այստեղ նաեւ խախտվում են այն հավատացյալ մարդկանց իրավունքները, որոնք չեն ուզում այդ կեղծ պետ պատարակներին մասնակցել եւ կարգալույծ արված Ստյոպա Ասատրյանի պատարակներին կամ այդ ծառայություններին չեն ուզում մասնակցել, չեն ընդունում։ Ես ցավում եմ այո Օհանավանի եւ այն բոլոր մարդկանց, այն բոլոր մեր հավատավոր զավակների, եկեղեցու հավատավոր զավակների համար, ովքեր այո իրապես զրկված են Հովանավանքում Սուրբ Պատարագին մասնակցելու, իրական ճշմարիտ խորհրդակատարության մաս ու բաժին կազմելու, իմ խնդրանքն ու հորդորն է, որ իրենք ամենքը իրենց տներում միշտ աղոթքի մեջ լինեն, եթե հնարավորություն ունեն այլ եկեղեցիներում մասնակցեն պատարագի, Աստուծով զորանան, ամուր լինեն, որպեսզի մենք միասնաբար այս փորձությունը հաղթահարենք։ Դուք հերթին անգամ երկուշաբթի եք, չէ՞։ Ես այո, 2 օր առաջ եմ եղել, ուղղակի մտել եմ իրեր վերցնելու համար, ուղղակի այսպես ասեմ իմ ներկայիս դիրքորոշումը, քանի որ Մայրաթորն էլ հայտարարեց, որ եկեղեցին կրկին սրբագործման կարիքը ունի, այսինքն այնտեղ հիմա ծեսեր կատարելն էլ ճիշտ չի լինի։ Դրա համար իմ հորդորն է
բոլոր նրանց, ովքեր ունեն նշանակված ծիսակատարություններ, իմ խնդրանքն է, որպեսզի գնան ուրիշ եկեղեցիներ կամ թող կապնվեն ինձ հետ, ես կօգնեմ ինձ, ինչով որ կարող եմ։ Կան այդպիսի արարողություններ, որ իմ խնդրանքով տեղափոխել ենք այլ եկեղեցիներ կատարելու, որովհետև այդպիսի միջավայրում անդադ կարծես հսկողության տակ եւ ինձ համար անհարիր ու անհարկի է այդ մարդկանց տանելու այդ միջավայրի մեջ եւ իրենց համար աղոթք անելու։ Գիտենք, որ Մյուրոնն էլ անցածօրը Տերմոնուկն ասես Մյուրոնը եկեղեցուց վանքից հանել է, տարել է հետը, ուր է տարել, ինչ չէր տարել, առաջին օրը ուղղակի դարակից տեղափոխել էր, չգիտեմ տարել էր թե չէր տարել, ես 1 թե 2 օր հետո իրեն երբ որ հանդիպեցի հարցրեցի, ասաց որ այդտեղ է եւ ես տեսա այլ տեղում դրված էր, բայց այդտեղ էր։ Հիմա չեմ կարող ասել, այդպես տեղեկություն տալ, որ ինքը տարել էր եկեղեցուց կամ չէր տարել, ուղղակի տեղն էր փոխված, բայց ինքը տեղում էր։ Մյուս իրերը տեղում են, դրանք հովանավանքի պատկանող սրբություններ են, իրենք տեղում են։ Չէ, կոնտակտի մեջ ոչ, ինչպես ասացի օրեր առաջ, երբ որ այնտեղ էի, ուղղակի եկա եկեղեցի մտնելու, ինքը եկեղեցու բակում էր, բարևեցի եւ անցա բոլոր նրանց, ովքեր նաեւ իր հետ կանգնած էին։ Ոստիկանները անդադերի շուրջը պատասխան։ Այո, ոստիկանները շուրջօրյա պահպանություն են իրականացնում հովանավանքի տարածքում։ Արարողագիրքն են ասացիք, որ այսքան վստահ պայմանավորվածություններ կան տարբեր ժամանակներում, դուք չգիտեք հիմա ով հետ երբ ինչ եք պայմանավորվել։ Հա, իր մոտ է այդ գիրքը, ճիշտ ասած, քանի որ կոնտակտի մեջ չեմ էլ ուզում շփվել, դրա համար իմ հույսը այն հավատավորներն են, ում այդ պայմանավորվածություններ կա, որ պիտի կապնվեն իմ հետ եւ կարողանամ իրենց իմ օգտակարությունը բերել։ Իսկ ընդհանուր ժողովրդի տրամադրվածությունը արձագանքը ինչպիսին է, դեպի այս կողմն են, թե այն կողմը մեծ մասամբ եթե։ Հիմա ես չեմ կարող ամբողջ ժողովրդի անունից խոսել, ես կարող եմ խոսել այն ժողովրդի անունից, ում հետ իրապես շփումներ ունեցել եմ։ Այն գյուղերում, որտեղ ես տարիներ ի վեր իմ հոգևոր սպասավորությունը կատարել եմ, այդ ժողովուրդը Մայրաթորի կողքին է, ուղիղ է, հավատքով, ամուր է իր տեղում է, շատ անգամներ իրենք ասում են մինչև այն, որ ես անդադ այն օրեր տեսակ, որ միշտ այնտեղ էի լինում, անդադ ինձ զանգում էին, իրենց աջակցություն էին հայտնում, ուզում էին գալ իմ կողքին լինել, ես շատ անգամներ չեմ թողել, որ գան, որտեղ մանավանդ մեծամասամբ երիտասարդներ էին հարցնողները, ես մտավախություն եմ ունեցել, որ կարող է սադրեն եւ իրենք անհարկի իմ պատճառով նեղությունների մեջ ընկնեն, ես չեմ թողել, որպեսզի գան։ Դեռ այդ նշված պատարագի օրը այնտեղ դպիրներ, ծառայողներ կային, որոնք սովորաբար իրենց թույլ տրվում է խորան բարձրանալ, ովքեր էին, որոշակի հոգևոր ճանապարհ անցնելուց կարող են խորանում հայտնվել մարդիկ։ Ուրեմն այսպես է դպիրների հոգևոր սպասավորության կարգը, մենք բոլոր քահանայերերս ունենք մեր կողքին եղող տարբեր տարիքի սպասավորներ, մանուկներ, փոքրիկ երեխաներից սկսած մինչև մեծահասակ մարդիկ, մենք շփվում ենք, ծանոթանում ենք, իրենք անցնում են որոշակի ուսուցման ճանապարհ եւ երբ որ իրենք իրենց համաձայնությունը, պատրաստակամությունը բերում են այդ ամեն ինչը սովորելու, գիտենալու եւ իրենց ծառայությունը բերելու եկեղեցում, մենք թեմակալ առաջնորդի օրհնությամբ իրենց թույլ ենք տալիս մասնակից դառնալու թե ժամերգություններին, թե պատարակներին, 2 անգամ շատ մեծ թվով պատանիների ու երիտասարդների համար կազմակերպվեց դպրական ձեռնադրություն թեմակալ առաջնորդի Մկրտիչ Սրբազանի ձեռամբ իրենց տրվեց դպրության աստիճան եւ իրենք մեզ հետ սպասավորում էին։ Մենք ունենք մանուկներ եկեղեցում հովանավանքում ծառայող, բայց այդ օրը կային նաեւ մեծահասակներ, ովքեր խորանին սպասավորում են, ես իրենց անձամբ չեմ ճանաչում եւ չգիտեմ իրենց անցած ուղին։ Այդ չգիտեմ, ինչ ասես կարող է լինել, ես անձնապես որևէ մեկին չեմ ճանաչում եւ իրենց համար որևէ մի բան չեմ կարող ձեզ ասել։
Երգչախումբը նույնպես գյուղի երեխաներից կազմված երգչախումբերով, որ Հովանավանքում իր ծառայություններ բերում, բայց ես ճիշտ ասած տեսանյութերը չեմ նայել եւ չեմ տեսել այդ օրը երգչախմբում ովքեր էին կանգնած։